Հիմնադիր խորհրդարանը դատական հայց է ներկայացրել հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ, պահանջելով, որ վերջինս հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ հերքի իր այն պնդումը, թե հունվարի 31-ին դեպի Ղարաբաղ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ավտոերթը իրականացվել է թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ։ Հանրապետական պատգամավորն այդ պնդումները կատարել էր մի քանի լրատվամիջոցների տված իր հարցազրույցների ընթացքում։ Հայցի համահեղինակ հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն ասում է, իշխող կուսակցության պատգամավորի արտահայտությունները ոչ միայն զրպարտանք են, այլև վիրավորանք։ Բացարձակ զրպարտանք է բնականաբար եւ վիրավորական է մեր մարդկային ու ազգային արժանապատվության համար։ Վարուժան Ավետիսյանն ասում է, կասկածներ ունի, որ Բերձորյան բռնությունների կապակցությամբ լրատվամիջոցներով գրոհի մի փաթեթ էր պատրաստվել, ինչպես ավտոերթից առաջ Ղարաբաղում տարված քարոզչությամբ փորձ է արվել իրենց հրեշացնել, խեղաթյուրել իրենց ավտոերթի նպատակները տարածելով, թե իբր գալիս են զինվորներին սահմանից հետ տանելու, այնպես էլ արդեն Բերձորյան բռնություններից հետո իրենց դեմ քարոզչական այս արշավը նույն նպատակն ունի։ Ինչու է դիմում հատկապես այդ մեթոդին թուրք-ադրբեջանական եւ այլն հասկանալի, որ դա Արարամյակի շեմի շատ զգայուն կետի է դիպչում դրանով եւ իրենց կարճ խելքով փորձում են ժողովրդի մեջ բացասական տրամադրություն։ Նույն հրեշացման պետական քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Փորձում են մեր վերաբերյալ հրեշի կերպար ձևավորել, բայց բնական է արդեն ակնհայտ է, որ այդ հնարքներն էլ արդեն չեն աշխատում։ Միևնույն ժամանակ Վարուժան Ավետիսյանն ասում է, իրենք հասկանում են, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, սակայն դատարան են դիմել իրենց դիրքորոշումները ներկայացնելու եւ բարձրաձայնելու համար։ Մեր համար այս դատարանը պարզապես մի հարթակ է, որտեղ մենք կարող ենք հասարակությանը, մամուլին ներկայացնել մեր կարծիքը, մեր դիրքորոշումը, հարկ եղած դեպքում մեր փաստարկումները մեր նկատմամբ ներկայացված այդ ստոր զրպարտանքին ի պատասխան եւ դա նաեւ մեզ համար հնարավորություն կլինի նաեւ ցույց տալու, թե մենք ինչի հետ եւ ում հետ գործ ունենք եւ ինչից եւ ինչպիսի անձանցից, այսպես կոչված գործիչներից օր առաջ ձերբազատվելու կարիք ունենք։ Եվ մեր նպատակները ցույց տալ, ինչի համար ենք մենք գնում Արցախ։ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն արձագանքեց, թե մտադիր չէ հերքել կամ ներողություն խնդրել։ Ինչը պետք է հերքեն, իսկ իրենք պատրաստ են համապատասխան փաստաթղթեր ներկայացնել թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ իրենք այդ ծառայություններից գումարներ չեն ստացել։ Այ հենց ներկայացնեն, ես կասեմ։ Ինքն դուք ունեք տեղեկություններ ստույգ, որ իրենք ստացել են գումարներ։ Իմ խոսքը քաղաքական ենթատեքստ ունի։ Քաղաքական խոսք է, իսկ իրենք ունեն հիմնավորումներ փաստաթղթային։ Իրենք դա զրպարտություն են համարում, ձեր ասած։ Իրենք համարում են, ուրեմն թող հիմնավորեն, որ ես զրպարտել եմ։ Ես իրենց դատի չեմ տվել, իրենք են ինձ դատի տվել, չէ՞։ Իրենք էլ պետքա հիմնավորեն, որ ես իրենց զրպարտել եմ։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով քաղաքացիական օրենսգրքում կա նման ընդհանուր սկզբունք, որ հայց ներկայացնողը պետք է ապացուցի, սակայն այդ սկզբունքը չի վերաբերում զրպարտության վերաբերյալ գործերին։ Զարմանալի է, որ օրենսդիր մարմնի անդամը պատգամավորը պարզապես չի տիրապետում օրենսդրությանը, որովհետև այս դեպքում զրպարտության վերաբերյալ գործերում դիֆամացիայի գործերով ապաստան պարտականությունը կրում է պատասխանողը,